նաև տարիներ շարունակ Deutsche Welle-ն ամենօրյա լուրերի թողարկում ուներ ռուսերեն։ Նույն ապրիլյանի առաջինից, որը հասկացանք, որ տեղեկատվության մեջ ապատեղեկատվությունը շատ կարող է լինել եւ տևական ժամանակ դադարեցրել է։ Բայց հիմա ուզում եմ հասկանամ, շատ հեղեղուկ է ձևակերպումը։ Միջամտությունը ինչ է նշանակում։ Դիցու Երևանում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաք, Евроньюզը եւ ենթադրենք Վեսին լուսաբանում են, բնականաբար ընդդիմության հանրահավաք է, ընդդիմադիր գործիչների ելույթները այդ ռեպորտաժում ավելի շատ է։ Դա համարում ենք միջամտություն։ Евроньюզը կրկնում եմ, ինչի եմ ասում Евроньюզ, որտեղ Евроньюզի հետ մենք ունեցել ենք շատ դժվարին հարաբերություններ Հայաստան, որովհետև Евроньюզում մասնաբաժին ուներ Թուրքիան եւ տևական ժամանակ հակահայաստանյան նաեւ ռեպորտաժներ տեսանյութեր են գնացել։ Վերջին շրջանում իդեպ եւս միջամտությունը որն է համարելու կոչ ենթադրենք քաղաքական իրականությունը փոխելու, իշխանություն փոխելու, թե ուղղակի Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության լուսաբանում։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Ես համարում եմ, որ կառավարությունը որևէ հեռուստահաղորդմանը կամ ծրագրին գնահատական տալու իրավունք չունի։ Այսինքն կառավարությունը չէ այն սուբյեկտը, որ պիտի համարի կամ գնահատական տա դա միջամտություն է, թե միջամտություն չէ։ Դրա համար կան հստակ տարանջատված մարմիններ, սահմանադրական մարմին, որը կարգավորող մարմինն է։ Իշխանությունը, կառավարությունը տվյալ պարագայում ընդամենը քաղաքականություն է մշակում, ասում է, որ կարգավորող մարմինը հետայսու օրենքով պիտի ունենա նման իրավունք, եթե համարում է, որ կոնկրետ դիրեկտիվների հիման վրա խախտվել են այս կամ այն օրենքները կամ կանոնները։ Դրանք ենթահորինսդրական ակտեր են, գտնվելու են հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տիրույթում, այսինքն դրանց հիման վրա են այդ գնահատականները տրվելու։ Եթե դուք իմ անձնական կարծիքն եք հարցնում, թե օրինակ ես ոնց եմ պատկերացնում, որը կհամապատասխանի ներքաղաքական կյանքին միջամտություն թե ոչ, արձագանքի ժամանակ ես կասեմ, որովհետև վստահ եմ, որ նման հարց լինելու է, պատրաստված եմ եկել։ Համեցեք արձագանք։ Պարոն Արեբյան, ձեր տեղը կլինեի, կառաջարկի այս նախագիծը հաջորդ նիստին, որովհետև ինքը զավեշտալի իրավիճակ է։ Դուք ասում եք, դա կարգավորվելու է հրահով։ Հրահում ճաշակով մարդիկ են նստած։ Օրինակ Հակոբ Մովսեսը, երբ որ հարց քննարկվի, օրինակ TRT-ն, օրինակ Յուքոմում է Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարենք միջամտություն թե չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի։ Բայց այն Սալավիովը, որ հերթական անգամ էշեշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է, այսինքն դրա համար եմ ասում, շատ սուբյեկտիվ է ձևակերպումը, եւ այդ սուբյեկտիվությունը, որը տրվում է հրահին, ըստ ճաշակի ըստ քիմքի է լինելու, որը համարենք միջամտություն, որը չհամարենք միջամտություն։ Եվ արդյունքում դրա համար է հասարակության մեջ անհանգստություն, որ այս նախագիծը այս պահին գալիս է ընտրությունների ժամանակ եւս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում։ Եթե օտարերկրյա հեռուստածրագրերի մասին, որովհետև եկեք հստակ արձանագրենք, դուք վստահ եմ նկատի ունեիք օտարերկրյա, որովհետև տեղական հեռուստաալիքների մասով նման կարգավորումներ չկա, հանկարծ այդպես չընկալվի, հա, դրա համար պարտավոր էի սրան արձագանքել։ Հիմա ես ասեմ ես ոնց եմ մտածում, բայց խնդրում եմ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործընկերներին չլսել իմ այս ելույթը, որպեսզի նաև տպավորություն չլինի, թե ես ուղղորդելու եմ, թե ինչ ենթահորինսդրական ակտեր եւ ինչ բովանդակությամբ իրենք կգրեն, այս մասը կառաջարկեմ չնայեն, հենց այս պահից սկսած, թե չէ հետո կասեն ով։ Լավ, լսեք եւ գուցե օգտակար կլինի ձեզ։ Օրինակ, եթե ասում եք սուբյեկտիվ է եւ դա հնարավոր չի անել, ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում ըստ իս այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ստեղծում, ֆինանսավորվում կամ խմբագրվում է
օտար պետության, օտար պետական մարմնի կամ դրանց հետ փոխկապակցված կազմակերպության կողմից եւ չի հանդիսանում չեզոք տեղեկատվության փոխանցում, այլ պարունակում է քաղաքական դիրքորոշման քարոզ, կոչեր գործողության կամ դիմադրության, պետական ինստիտուտների լեգիտիմության խաթարում, կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի աջակցություն կամ վարկաբեկում։ Իմ կարծիքով, որը չի համարվում միջամտություն, փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք չեն արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից։ Նաև գործնական չափանիշներ կարող եմ առաջարկել գործընկերներին, օրենքում կարելի է ամրագրել գնահատման ավարտում եմ, կես վայրկյան, գնահատման չափանիշների ցանկ, օրինակ բովանդակության նպատակային լսարանը որն է, արդյոք քաղաքացիներն են, հաղորդման ժամանակացույցը, արդյոք դրանք ընտրություններից առաջ են, ճգնաժամի պահի են ուրեմն հնչեցվել, օգտագործվող լեզուները, ֆինանսավորման եւ խմբագրական վերահսկողության աղբյուրը, հաղորդման կրկնվող եւ համակարգված բնույթ։ Ես կարծում եմ, այստեղ սուբյեկտիվ չի եւ դա հնարավոր է շատ հստակ եւ արդարացի սահմանել ենթաօրենսդրական ակտերով։